Վերջին բանն է, բարձունքն է եւ վերջին հենակետն է, բայց փառք Աստծո ոնց Ինչ ասեմ, միշտ ուշ է լինում, հետո էլ ասում ենք, հետո էլում է պետք։ Ալլա ջան, ես եւ դու Արարատի մարզից ենք մեր գյուղերի շրջապատում եղել են փոքրիկ գյուղեր, որոնք նախկինում եղել են թուրքաբնակ։ Անցած տարի Ալիևը այսպես հայտարարություն արեց, որ 300 թե 350 հազար ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի ապահովի իրենց անվտանգ վերադարձը հին բնակավայրեր եւ հասկանում ես, որ արևմտյան Ադրբեջան լոզունգն է եզրույթը։ Այո, շրջանառում իբր մենք արևմտյան Ադրբեջան ենք։ Հիմա փոքր վեդի կոչվածը, որը հիմա խորվիրապ է անվանակոչվել է Սիրուն գյուղը, Շիդլու ասվածը եւ էլի գյուղեր կան, դու գիտես, Արազլու, այո, Արալե Շիրազլու։ Անուններն էլ դες Շիրազլու, Շիդլու։ Հա, իրանք որտեղ գնում են, որտեղ խորհրդային միության քարտեզը չի վերականգնվել, չկա խորհրդային միություն, բայց կարողանում են այդտեղ բրթել իրանց երազանքները անցկացնել։ Մեր բնակիչները այնտեղ ինչ են խոսում, ինչ են քննարկում, ինչ են մտածում։ Սյուզի ջան, ես աշխատում եմ արդեն շատ չշփվել, որովհետև իմ կյանքից եւ իմ միջավայրից շատերին դուրս էլ հանել եմ, ոչ միայն մեր իմ ոլորտից էլ եւ այլն, ես այդքան նյարդերս արդեն քայքայվել են եւ գիտես պատին ասես կամ իրանց ասես կամ մի խումբ, որոնք ուղակի ես կասեմ մի խավ, որոնց հնարավոր չի, բայց այս հարցի շուրջ ես այսպես եմ մտածում, նախ մեր պատմությունը չի սահմանափակվում վերջին 100 տարով, դրանք այստեղ եղել են թե չէ, սովետական միություններ բոլոր տեղերում էլ ամեն մեկը տարբեր երկրներում ապրում էին, մենք Բաքվում, ահա, դե հիմա Սումգայիթի, Բաքվի եւ այլն, բա մերոնք չեն գնալու, բա ոնց կլինի այդպես։ Երկու ընդհանրապես ես հայկական ասացվածքները մեր պապերից թողած դա էլ է ժառանգություն, որը նորից ուղղորդում է մեզ, երկուսը կան, որոնք ուղղակի ատում եմ ես, ցավոք սրտի դրանք ակտուալ են այսօր, որտեղ հաց այնտեղ կաց, եւ հային փող, թուրքին հող, ցավոք սրտի ես, բայց այդ երկրորդը թուրքական է, գիտես, երկրորդ ասացվածքը հային փող, թուրքին հող, այդ թուրքերն են մեր մասին ասել, դե պարզապես մեր մասին չէ, հասկանում եք, այսինքն իրանք գիտեն էլ, որ հայ, այսինքն իրենց ապրած կյանքի հայրի հետ շփումների արդյունքում որոշակի խավի, ես նորից եմ ուզում ասել, դա որոշակի ինչ-որ խավի, իրենք հասկացել են, որ հային փող տուր, հողը վերցրու, էլի, այսպես են մտածել։ Թող գրողի ծոցը գնան։ Սարսափելի է։ Հույս չունենան։ Հա։ Հայը, ասում է հայը ապրել է, ապրում է, կապրի, այդպիսի բաներ կա, մենք հավերժ էինք մեր լեռների պես, մի խոսքով այդ հենց այնպես չի ասված, այս փորձությունները իմ կարծիքով, չէ, մի քիչ վերամբարձ է հնչում, բայց ես վերջերս շատ եմ ուսումնասիրում, ինչ է ուզում ասել, այնքան բան կասելու մտքից թելը կտրվեց, ասածս այն է, որ իսկապես մենք Աստծո ժողովուրդ ենք, այդ մի քիչ ասում են հերիք է մեծամտանանք, շատ ենք այդպես ասում, դրա համար այդպես է լինում, բայց փաստեր կան, ես հիմա դրա համար այդպես լինում, այ ապրենք, ինչ լինում է թողնում ենք, ասում ենք դե վերջին հույսներս Աստված է, այդ խիղճ Աստված է, ինչ անի։ 21-րդ դարում էլի միշտ ասում են, ոչ թե մեր վերջին հույսը պիտի լինի Աստված, այլ մեր առաջին հույսը պիտի լինի Աստված, որտեվ այսինքն մենք անում ենք ամեն տեսակի աղտեղություն, հիմարություն, անհեթեթությունների շղթա, հետո վերջում ասում ենք, վայ, ես ինչ օրանգանք, Աստված ջան, մեզ փրկի։ Պրինցիպե ջան, մենք ինքներս մեզ չենք սիրում։ Այդ եմ ասում, հետո վերջում ասում ենք Աստված ջան, մեզ փրկի։ Ինչ մեջ, պատմություն, ամեն ինչի մեջ, ինչի ենք մենք միշտ, ես չեմ ասում չինտեգրվել աշխարհին, չլինել ժամանակակից, հա բայց նայում ես նույն Իրանը, նույն Հնդկաստանը, նույն արաբական աշխարհում էլ իրանց մշակույթը պահում են, էլի կառավարությանը խփեցին, հույսները այն էր, որ պիտի հեսա փլվեն, միանգամից տապալեն համակարգը, բայց դες փողոց դուրս եկան ու սկսեցին Իրանը, Իրանի պես պետության նայեք, լսեք մարդիկ անկախության օր չունեն, դուք գիտեք, Իրանը նախկինում Պարսկաստան, Սասանյան Պարսկաստան պատմական sense բաներով որ
դա մի պետություն է, որը անկախության օր չունի։ Դու հասկանում ես։ Դա մի պետություն է, որը 2-3 հազարամյակ ինքը կա եւ պատերազմներից մաքսիմում խուսափել է։ Եւ ես ուսումնասիրել եմ այդ ընթացքը, ոչ ոքի ոչ մի վատ բան չի արել, համենայնիվս վերջին շրջանում։ Դրանից առաջ կներես Ռիփսիմե ջան, այ բոլորն էլ Բյուզանդիա, Հռոմ, Հայաստան, բոլորն էլ իրար հետ, բայց վերջի շրջանում այդ պետությունը որևէ մեկին որևէ շատ իմաստուն զուսպ եւ ներողություն էլի ես ասել եմ որտեվ ճիշտ ես ասում եմ որ քեզ շարունակեմ հետո եմ զգացել ինչու չի լինի հաղթել Իրանին կամ այդպիսի պետություն հաղթանակը միայն շենքերը քանդելով մարդկանց սպանելով չի ոգին չեն կոտրի որովհետեւ արևելյան ժողովուրդները իդեմս Իրանի իրենք ունեն գաղափարային մի հատ բան Աստծո իրենց հավատքի էլի իրենց հնարավոր չի կոտրել իրանց համար փողը մատերիալը չի ոնց որ արևմուտքում ոնց որ շատ երկրներում իրանք ունեն գաղափար իրանք ունեն ճանապարհ եւ այդ ճանապարհը տանում է դեպի Աստված դա հոգեվոր պինդ են իրանք հրաժարվելու այդ բաներով մոդեռն բաներով փորձեց արևմուտքը մտցնել նորից քայքայել գլոբալիստները այո բայց չկարողացան էլի հիջաբի այսինքն Իրանը ինքը ճիշտ կոնսերվատիվ երկիր է եւ իրանց կրոնապետությունը всё-таки պահել այդ պետությունը գիտես չէ գլխաշորը անցած տարվանից իրենց ներքին իսլամական օրենքներով հանվել է երկրում բայց շարունակում են կրել